Ողջույն արժանապատիվ հայրենակիցներ, այսօր նորից ուղիղ եթեր ենք մտել Telegram-ը ալիքում։ Այսօր ամսի 12-ն է հունվարի, երկուշաբթի է, բոլորին նոր տարի եմ շնորհավորում, հուսով եմ լավ անցավ, թեպետպես ճիշտ եմ համարում, որ դեկտեմբերի 31-ը նոր տարի է, բայց դա ուրիշ թեմա է։ Մի քիչ անկապ եմ համարում, որ ձմռան սկզբին նոր տարի է նշվում, բայց ինչևէ, քանի որ կարգը այդպեսին է, շնորհավորում եմ բոլորին։ Լիքը բաներ կա քննարկելու, ճիշտ է, արդեն 3 շաբաթ անցել է, ուղիղ եթեր չենք մտել։ Ինչպես գիտեք, խոսել ենք ներկա իրադարձությունների մասին, կարևոր հարցերի շուրջ։ Հետո հարցերին պատասխանելու եմ, պարտադիր չի միայն ես պատասխանեմ, ինչ որ եթե ուրիշ մեկ ուզում է միտք ավելացնի, կարող է ավելացնի, խնդիր չկա։ Ուղղակի ուզում եմ մի բանին անդրադառնալ համաժողովի թեմաներից մեկի հետ կապված։ Առհասարակ համել այդ կարևոր բան եմ համարում, որ մի հատ անդրադառնամ հստակ ասեմ, էլի, որովհետև շատ եմ լսում շատերի կողմից, հատկապես որ մոտենում ենք այս կեղծ ու կրկեսային դավաճանական ընտրություններին, հաճախ լսում եմ ու նաև գրում են, տեսնում եմ իմեջում, տարբեր էջերում, թե YouTube-ում, թե Telegram-ում, թե որտեղ, որ ասում են սրան նրան միանանք, ինչու սրանք չեն միանում, ինչու նրան չենք միանում։ Այս հետեւ քանի տարի է, արդեն դա 4 տարի է ինչ հոսանքը ստեղծել եմ, առաջնորդում եմ, դա լսել եմ տարբեր մարդկանց կողմից, եղել են, որ հա դիտմամբ ուզեցել են ինչ շեղեն, եղել է, որ ուզեցել են հաշմել շարժումը կուտա, բայց եղել է նաև իրոք ազնիվ մարդկանց կողմից, ովքեր իրոք չեն սիրում, որ այսպեսի պարակտում կա մեր հասարակության մեջ, մեր քաղաքական դաշտի մեջ, ուզում են միասնություն տեսնել, համախմբում տեսնել, դա բնական է։ Դրա համար համ դրական ձևով կա, համ բացասականը կա, բայց ամեն դեպքում կարծում եմ նախ եթե մեկը նման առաջարկ է ինձ անելու, որ սրան միանամ կամ հարց հատալու թե ինչու չեմ միանում, կարծում եմ արդար կլինի, որ նախ եւ առաջ այդ մարդը նաև նրանց ալիքում էլ իրանց էջերում է տեղադրի, որ ինձ միանան, ասենք ինչու պետք է միակողմ լինի, էլի, այդ չեմ հասկանում։ Ինչու են կպել, որ ես պետք է անպայման միանամ, հա, ինչա թե կարող է, չգիտեմ, անուններ են տվել, հիմա պետք չի ես այդ մարդկանց անունները տամ, հա կարող է իրանք ինձնից ավելի շատ ինչ որ հետևորդներ ունենան, ինչ որ YouTube-ում, որովհետև իրանց էջը չի ջնջվել, որքան իմն են ջնջել կամ արգելափակել եւ այլն, էդի, բայց ես պատճառ չեմ համարում, որ ես պետք է անպայման միանամ, ինչա թե իմ բաժանորդագրերի քանակը այս բան ավելի քիչ է։ Ես այդպեսի չափանիշը ինձ համար էական չի։ Ինձ համար ավելի կարևոր չափանիշներ կան, առաջնայինը գաղափարախոսությունն է։ Ես պետք է իմանամ այդ մարդը ինչ գաղափարախոսություն ունի, ինչ գաղափարներ է կրում, ինչ աշխարհայացք ունի։ Հիմա ես 4 տարի է հետևողականորեն, հատկապես այս վերջին, ասենք 2 տարում, ես բացահայտ գրում եմ մեր դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ, տարբեր կարևոր հարցերի մասին, թե մենք ինչպես ենք մտածում, ինչպես ենք այդ դեպքերը ընկալում, որ փորձում եմ այդ ամեն ինչը ներկայացնել հայ ազգայնականի ոսպնյակով, որպեսզի բոլորը դա իմանան, որպեսզի նույնիսկ օտարները իմանան, թե հայ ազգայնական դիրքորոշումը որն է այս կարևորագույն հարցերում։ Ես այդ ամեն ինչը բացահայտ տեղադրել եմ, ես չեմ ասում, որ մասնագետ եմ, ես չեմ ասում փայլուն ինչ որ վերլուծաբան եմ, ես ոչ մի տես կրթություն չունեմ, ես ֆիզիկա եմ ավարտել համալսարանում Ամերիկայում, ես քաղաքագիտական ֆակուլտետ ես չեմ ավարտել, ինչևէ, բայց կարևոր չի։ Ես հստակ իմ քարտերը բացահայտ սեղանին դրել եմ, որ բոլորը տեսնեն, որ ոչ մի թյուր իմացություն չլինի, որ ոչ մեկը չշփոթվի, որ բոլորը լավ հստակ իմանան, թե հոսանքը իրենից ինչ է ներկայացնում, ինչ գաղափարներ է կրում, ինչ աշխարհայացք ունի։ Հիմա չեմ ասում, մի բան ասել, սխալ եմ ասել, նորմալ է, ոչ մեկս անսխալ չենք։ Բայց ես ասել եմ, մարդիկ կան, բայց հետո նույն մարդիկ տեսնում են ինձ, հետևում են, գիտեն ես ինչ եմ ներկայացնում, ես ինչ գաղափարներ եմ կրում։ Հետո գալիս են ասում են արի համագործակցենք։
Կամ արի միանանք սրան կամ նրան միացի, ես իմ ինչ, բայց այդ մարդիկ ես չեմ տեսնում, որ այդ մարդիկ նման բաներ են արել։ Ես այդ պորտֆոլիո եմ ես հիմա կազմել, այս 4 տարի, թե կայքերի, թե սոցցանցերում մեր գաղափարները, մեր ամեն ինչը, թե հավաքները, նորից ասեմ, կարևոր ներքին թե արտաքին հարցերը, թե լիբերալիզմի մասին ինչ կարծիք ունեն, կոմունիզմի մասին, թե պատերազմի մասին 20 թվական, ամեն հարցի շուրջ մենք բացահայտ ասենք ինչ ենք մտածում։ Հիմա ես կուզեմ, եթե մեկը գալիս է ինձ ու ասում է արի համագործակցենք, արի այս անենք, այն անենք, ես արդար եմ համարում, որ ինքն էլ նման մի հատ պորտֆոլիո ունենա, ինքն էլ նման մի բան ռեզումե, այսպես ասած, CV կա, չէ՞, որ գնում են աշխատանքի ընդունվելու պետք է CV տանեն, ցույց տան, չէ՞, այս, նայում այդ տնորենը, այդ ընկերության տնորենը օրինակ, նայում է, ահ, այստեղ աշխատել է, ուրեմն ինքը էսենց ունի, ու ըստ դրա որոշում է մարդուն գործի ընդունի թե չէ։ Բայց մարդիկ առանց պորտֆոլիոյի գալիս են ասում են արի համագործակցի, ես հայրենասեր եմ, ես նժդեական եմ, ապա մի հատ նժդեի նկար ունի մի քանի հատ իր Facebook-յան էջում, մի քանի հատ խոսքեր ա ցիտել, միտեղից վերցել պատճին արել գցել է, քիչ 100% իսկ չգիտի նժդեն ասել է թե չէ, ոչ մի ասի հղումը չկա օրինակ, ասում է ապա ես էլ եմ հայրենասեր տղա, մենք էլ բան արի, sense գլուխ մի բան անենք ապեր, չէ։ Այսինքն մի բան անելով չի, ասի քուչեկի ինչ որ հարց չենք լուծում այստեղ որ sense հավաքվենք sense ինչ որ մի բան անենք հստակ կազմակերպված ասենք քաղաքական պայքար է պետք հստակ հետևողական աշխատանքով եթե լուրջ եք վերաբերվում ուրեմն ցույց տվեք որ դուք իրոք այդ գաղափարները կրում եք այդ գաղափարներով ապրում եք քարոզ եք ամեն օր փորձեք մարդկանց դրա շուրջ համախմբեք տեսնում եք աշխատա ով անում այդ աշխատը ես չեմ տեսել մեկը անի այս քաղաքական դաշտում հատկապես ազգայնական թեմաներով Հա, կարող Հելեն, ասենք, մեկը կպած Ռուսաստանին է հետևողականորեն պաշտպանում, ինչ ասում է միայն ռուսական շահերից է բխում, ոնց որ Կրեմլի ներկայացուցիչը լինեն Հայաստանում, մեկնեկա լրիվ արևմուտքի շահերն է ասում, արևմուտքի այդ Վաշինգտոնի սիոնիստական շահերն է առաջ տանում։ Ով է ասենք հետևողականորեն հայ ազգայնական բաները քարոզում, գաղափարները տարբեր նկարներով, վիդեոներով եւ այլն եւ այլն։ Ես չեմ տեսնում դա։ Ես գոնե պետք է 1-2 տարի աշխատանք տեսնեմ, պորտֆոլիո ռեզումե տեսնեմ, որ ես նոր մտածեմ։ Դու ինքդ թող հիմա ես 12 անդամ ունեմ օրինակ։ Եկեք թող 12 անդամ բերի, նոր կխոսենք հավասարի հետ բանակցենք։ Էդ է իմ ասած։ Հիմա ես որ հելնում եմ մարդկանց մերժում եմ, ասում եմ, չէ, կամ էլ նման բաներ մի ասեք։ Չեն հասկանում, կարծում են ինչը գոռոզություն է, անկապ գոռոզություն եմ անում։ Ինչա թե մեկը հելնում է ասում է ես հայրենասեր եմ, մի հատ կուսակցություն է բացել, իբր հայրենասիրական, եկեք միանանք։ Չէ, այտենց չի լինում։ Պետք է ուժային բալանս լինի։ Հիմա էդ է, ես պետք է գոնե 1-2 տարի տեսնեմ այդ մարդը ով է, ինչա շնչում, ինչով է ապրում, որ ես նոր հետը հաշվի նստեմ։ Եթե դե ինքը չի անելու, ես իմ հետ գործ չունի այդ մարդը։ Կամ պետք է մեզ միանա, իր էգոն մի կողմ դնի, մեզ միանա, փորձի մեր շարժումը զարգացնի ինչ որ մի ձևով, թեկուզ 1000 դրամ տալով ու մեր ժողովներին ներկայանալով, էլի մեծ գործ է։ Եթե պատրաստ չի ու հա նորմալ է, ամեն մեկը հիմա բարձ ամեն մեկը իր կյանքը ունի, ամեն մեկը իր ճակատագիր ունի, դա չեմ մեղադրում, բայց թող չգա ասի որ դե ամեն մեկը առանձին մի բան է անում, ամեն մեկը տես է անում, հա դե հիմա մենք էս ենք անում, նորից ասեմ հստակ ամեն ինչ անում ենք, ներկայանում ենք։ Նույնիսկ այնքան թափանցիկ ու բաց ենք անում, որ նույնիսկ օտարները եվրոպացիներն են մեզ ճանաչում, որպես Հայաստանի միակ ազգայնական քաղաքական շարժումը։ Ասենք որ իրանք որ ուզում են իմանալ լավ էս հայերը ինչ են մտածում էս հարցի շուրջ, ես ինչա կատարվում Հայաստանում, որտեղից իմանանք էլի էս հայ ազգային դիրքորոշումը ո՞րն է։ Ո՞ր մի, ասենք, ուժն է, թեպետ փոքրաթիվ, թեպետ քեշ ռեսուրսներ ունեցող, որը հայ ազգային տեսակետն է ներկայացնում։ Ոչ միայն հայ ժողովրդին, այլև համայն աշխարհին, որովհետև հիմա ասենք անգլերենն են, չէ՞ տեղադրում։ Ասում նաև մի շաբաթվանից էլ արդեն անգլերեն ուղիղ եթե մտնեմ, մի անգամ անգլերեն, մի անգամ հայերեն եւ այլն եւ այլն։ Այդպես այսինքն ամիս 2 անգամ հայերեն, 2 անգամ անգլերեն, կարծում եմ դա ճիշտ կլինի։
որովհետև լիքը սփյուռքահայեր կան նաև, որոնք ցավոք սրտի հայերեն լավ չգիտեն, գուցե իրենց համար ավելի լավ կլինի անգլերեն լսեն։ Դա ուրիշ թեմա է, բայց ասածս էդ էր։ Այս մենք արդարություն են պահանջում։ Ես ուրիշ բան չեմ ուզում։ Ես կոտոշ չեմ դնում, էլի։ Ես եմ շատ անգամ իմ ձեռքը մեկնել, ասել համագործակցենք սրա նրա հետ, իրանք են հրաժարվել։ Իրանք բանի տեղ չեն դրել, որովհետև կամ չգիտեմ ինչի կարողա չեն ուզում ինչ որ առնչություն ունենան բոբո ֆաշիստի հետ, այսպես կոչված, կամ էլ իրանք տերերը ասում են, որ այս տղու հետ պետք չէ համագործակցել, այսինքն ինձ հետ պետք չէ համագործակցել օրինակ։ Իրանք նպատակն է ինձ մենակ շահագործեն, որ այտենց էլ եղել է, ինչ եկել եմ Հայաստան տարբեր կազմակերպություններ, բաներ ինձ փորձել են ներգրավել, նախքան հələ որ չէի մտել քաղաքականություն, տեսել այդ ժամանակ փնտրում էի, փնտրտուքի մեջ էի ուզում էի ինչ որ կազմակերպություն գտնել, կուսակցություն գտնել, ինչ որ տես մի ազգայնական բան գտնել, մի անոր, ոչ մի բան չէի գտնել։ Հա, մի հիասթափությունից մյուս հիասթափություն էր գալիս, ասենք, իրար հետևից։ Հետո դա, ասա պատմել եմ էլի, բայց կներեք, ստիպված եմ լինում մեկ-մեկ կրկնեմ պատմությունը, որովհետև միշտ չի, որ բոլորն են լսում, էլի, բոլորը ինչ որ իմ ասածները, դրա համար կարող եմ մեկ-մեկ կրկնեմ պատմությունը, բայց հա, ես ստիպված եղա դա անել, զրոյից ինչ որ մի բան ստեղծել, որովհետև սկար, այդ չի տեսնում այդ բաները, տեսա, որ այստեղ իրականում ազգայնականությունը արմատախիլ է արվել, ցավոք սրտի, դաժան իրականությունը այդ է, մարդիկ չեն հասկանում դա, մեր հայրերը չեն հասկանում դա։ Մինչև հիմա կարծում են, այնքան են ասենք, ներեցեք բարիս համար սրա նրա հետևը մտել, որ մոռացել են, թե հայկական հայ լինելը ինչ է նշանակում քաղաքականության մեջ։ Մենակ մշակույթի ոլորտում հա կարող ասենք լինի այդ ամեն ինչը, հա, լավ պարեն մնաք, պարեն երգեն, բայց քաղաքական, դա մեր սեշտամին էլ դա ուզում, որ մենք միայն հավաքվենք, մենք պարենք, երգենք ու այդքան բան։ Բայց ոչ է, մարշ անենք, ճառեր ասենք, ռազմական ճառեր ասենք, քալերթեր անենք, չէ, օրս հայը չպետք է ռազմաքաղաքական կերպար լինի, չէ, հայը պետք է միայն խելոք իր համար առևտրական Հայկն ձայնը չի լսվում։ Որտեղ ես կտրվեց։ Հայերը պետքա լինեն առևտրական, տաշի-տուշի։ Հա, դա ինչ չգիտեմ ինչու կտրվեց։ Հա, ասում եմ, ասեմ իրանք այդպես են մեզ վերաբերվում, որ մենք միայն պետք է առևտրական, խելոք ու այդպես մշակութային ազգ լինենք, ոչ ռազմաքաղաքական բան։ Մենք հիմա հոսանքով ուզում ենք դա կոտրենք, մենք ուզում ենք հային նորից ռազմաքաղաքական ազգ դարձնենք այս 21-րդ դարում ու նորից զրոյից աճեցնենք այդ ազգայնականության սերմերը, որովհետև նորից ասեմ, այս վերջին 100 տարում կոմունիզմը արմատախիլ արել, դրանից հետո հետ սովետական նեոբոլշևիզմը խառնված լիբերալիզմի հետ եւ այլն կապիտալիզմի հետ լրիվ փչացրել են, լրիվ արմատախիլ արված, կարող եմ ասել, 90-ականների Արցախյան ազատամարտից հետո լրիվ արմատախիլ արվեց։ Այնպես որ դա մեր նպատակը ընդհանրապես նորից այդ ազգայնականության սերմեր ցանելն է, որպեսզի ի վերջո ունենանք մաքուր, ասենք, հայկական քաղաքական, ասենք, դաշտ, հայկական քաղաքական շարժ, հայկական պետություն այդ ամենամբողջ ուզածը, որ ազգային պետություն լինի, որի ասենք ղեկավարները սրա նրա խամաճիկը չլինեն, սրա նրա շահերը առաջ տանող չլինեն, միայն սեփական պետական շահերը առաջ տանեն։ Դա մեր ընդհանրապես պարզ ուզածը դա է, բայց տեսնում ենք, որ այդ չունենք, լրիվ հակառակ ունենք։ Հայկ ջան, այո, կարող եք հարցնել, ով է։ Արթուրն է, ողջույն բոլորին ժողովուրդ ջան։ Արթուր ջան, ողջույն, ախպեր։ Ողջույն, ախպեր։ Ուշադիր լսում էի, ճիշտ ասած ձեր տոները շնորհավոր։ Ինչքան էլ ասես 31-ը նոր տարի բան, այդքան է դրան կոմ չես, որովհետև ավելի ուրիշ պատմություն կա, բայց ամեն դեպքում ասում ենք շնորհավոր կանցնենք առաջ։ Ես մի երկու հարց տամ ճիշտ ասած ու լսեմ քեզ, որովհետև շատ ժամանակ չունեմ, բայց իրոք միացածի լսեմ։ Առաջին ուրեմն 3 TikTok-յան հարթակում մեկը ժամը 3-ի կողմերը ասում էր, որ ինքը նժդեի ծորն է։ Արձականը գելո
անունը չեմ հիշում ինչ էր։ Ու պատում էր էլի, որ ես Նժդեի ծորն եմ հաստավեցի, Գարինե Տրթատյանին ճանաչում եք, ասես ոչ չէ, Մորքուրս է, թե Օրքուրս է, ասեց։ Նժդեի ցեղակրոնությունից հարցեր տվեցի բնականաբար, ասես միասնական լինելու ուղին է, բայց ասի այդ շատ քիչ է էլի ներկայացնել ցեղակրոնության ուղի ասվածը բան։ Հետո մի երկու բառով խոսացի, ուզում եմ հասկանամ, հավատալու է, որ կարա այդ մարդը Նժդեի ծորը լինի ես քեզ։ Անուն ինչ է այդ մարդու։ Այն ինչ էր անունը, այն ինչ եմ հիշում, բայց ես բան եմ արել, Լավ, ինչևէ, հա։ նկարը բան եմ արել, էլի սկրին եմ արել, կարամ ուղարկեմ հետո նայես, տեսնես, ուղղակի այնպես էր ներկայացնում Նժդեհի ծորն եմ, Նժդեհի արածը պիտի շարունակենք, Նժդեհի արածը չենք շարունակում, մենք սխալ ենք անում, այսօր էլ այդ հայի տականքը կա, ինչ որ ասում են հայի տականքը կա, այսօր էլ բաներ կա, որ չենք շարունակում, համաձայն եմ, բայց հետաքրքիր է զուտ ինքնակոչ որպես Նժդեհի ծոր ֆոնտոս կգար, դա հետաքրքիր։ Հարցի փորձեմ ես դες պատասխանեմ։ Լավ, Մի քիչ այս ասա։ հասարակության մեջ տենց ուղակի լինել Նժդեհի ծոր շատ քիչ է, էլի, որտեղ նման մարդիկ շատ են հանդիպել, էլի, մեկը ինչ որ հերոսի ծորա, մեկը ինչ որ հերոսի թորա, բայց իրականում ավելի շատ դավաճանական գործողություններ են անում երկրի ներսում, քան ասենք հերոսի գործ են շարունակում, էլի։ Ուղղակի լինել Նժդեհի ծորն ինձ թվում է շատ քիչ է, նամանավանդ այդքան այդ քո ասացի նման, որ օդից հայտնվում են ու ներկայանում են որպես ինչ որ հերոսի թոռ եւ այլն։ Դե բարձելը նաև հեշտ է, ժողովուրդ ջան, այդ տարբերակը բարձելը հեշտ է։ Մեկ էլ Հայկի մի ասացի անդրադառնամ, դու ասում ես ազգայնական գաղափարներ տարածելու բով, գուցեև արմատական ձևով, հա, շատ չի արվում, դե ես գիտես, ես փորձել եմ դեպի Նժդեհ նախաձեռնության շրջանակներում տարածել Նժդեհի հոդվածներով ու մնացած ձևաչափով, բայց զինք նախագիծը, զինք նախաձեռնությունը, որ անին ներկայացնում է, ինքը իմ կարծիքով ամեն Գիտի չա։ դեպքում այդ ազգային շունչը ունի, Հայկ ջան։ Իմ կարծիքով Զինք։ ունի այդ զինքը։ Արցախցի չեմ- աղջիկն է, որ հաղորդաշար է պատրաստում պատմական դեպքերի հետ կապված, հերոսների հետ կապված։ Հա։ Հա, դե նորից ասենք այդ եմ ասում, կա, չեմ ասում չկա, կա հայրենասիրությունը կա, բայց միայն մշակութային ոնց որ շրջանակներում է մնում, մի այդ ասածս էդ է, քաղաքական բանի մեջ չի մտած, որ հատուկ արած, որ հերու Նժդեհի գաղափարները զուգորդի չմիացվի քաղաքականությանը, էդը, ասենք Կրեմլը, բան ամեն ինչ արելա, որ այդ երկուսը իրարից անջատած πάει։ Բայց մշակույթը բանում մշակույթին բանում այդքան վտանգ չկան, որովհետև իրանք վտանգ չեն տեսնում, նորից ասում, վտանգ չեն տեսնում, որ հայը մնա միայն մշակութային խելոք առևտրական ազգ է, իրանց համար խնդիր չի։ Թուրքը, ռուսը, ջհուդը բոլորը վախենում են, որ հայը նորից չվերականգնվի ռազմաքաղաքական ազգ չդառնա, անկախական չլինի, դա իրանց ամենամեծ սարսափը, այդ դրանից են վախենում։ Դրա համար կան, հա, ասենք այս Մեջդական բան Նժդեհի խոսքերն են ցիտում, քարոզում, հա, լավ են անում մշակույթան ոլորտում, լավ է, բայց առանց քաղաքականի այդ մշակույթը չի կարող երկար շարունակվել, այդ այն ասածը։ Ու մեկի մի հատ անդրադառնամ այդ ծորի մորի պահով, նախ դա ինձ համար ոչ թե նշանակություն չունի սխալ կլինի ասել, ուղղակի դա ինձ հերիք չէ, ասենք ինչա թե մեկը անունը ժառանգել է, դա չի նշանակում, որ նրա ոգին է ժառանգել կամ նրա ինչ որ կարևոր այդ հատկանիշները, ես շատ մարդկանց ճանաչել եմ, անունը չտամ, որ ասել են, հա, Ամերիկայում էլ մեկին էլ գիտեի, որ Շահա Նաթալի ինչ որ բաններ, ծորներ թե թորներ, բայց բարձրաց ինքը սրիկա էր, դա մի ուրիշ երկար պատմություն է կարող հիմնավորեմ, ինչ որ սրիկա, փորձել էր ինձ աշխատանքից հեռացնել Ամերիկայում քոլեջում, դասավանդում էի ազգայնական բաների քարոզում մեջում ինքը գնացել էր ինձ փորձում էր աշխատանքից հեռացնել ինչա՞ մի քիչ երկար պատմություն է, հիմա չեմ խորանալու, բայց ուզում ասեմ այդ մարդը ներկայանում է որպես Շահա Նաթալու ծորն էր ասում թե թորն էր ասում, չեմ անում ինչեր ասում, անունն էլ մոռացա, արա էր անունը, ինչևէ։ Ասածս էրա, որ դա ինձ համար բան չի, գործն է կարևոր։ Այդ մարդը հիմա ասում է Նժդեհի գործը շարունակենք, ինչ արել, ինչ անում, ինչա ուրա իրա, նորից ասեմ, ուրա իր պորտֆոլիո, իր պորտֆոլիա CV-ն ուրա, իր ռեզումեը ուրա, թող մի հատ բերի, մի հատ տեսնեմ։ Ես կարամ իմ ռեզումեը ներկայացնել, թող ինքն էլ բերի։ Ասելով տենց չի, մենակ քարոզենք, Նժդեհը սա նա, հետո մոռանան հաջորդ օրը ուրիշ բան։ Այսօր շատերը Նժդեհ քարոզում են այնքանով, ինչքանով որ իրանց տերերն են թույլ տալիս, էլի։ Խոսում են այնքան, ինչքան որ, չգիտեմ, Կրեմլից եւ այլն թույլ են տալիս։ Շատ բաներ այդպես գախնել մնում է, էլի Նժդեհի իրական ասածներից։
Այդ եմ ասում էլի, դրա համար ասում, քանի որ տեսնում են, որ միայն մշակութային ոլորտում է ներդրականությունը քարոզվում, դա իրանք վտանգ չեն տեսնում դրանից։ Հենց այդ սահմանը անցնում է դեպի քաղաքական, դա արդեն վտանգ, կարմիր լույսը վառվում է։ Ոնց որ մենք փորձեցինք, ասենք, համաժողովը անենք անցյալ տարի Elite Plaza-ում, մի անգամից Կրեմլը վայնասուն բարձրացեց։ Ոյ, ոնց թե, սով են, ֆաշիստներ, նացիստներ, բան, մի անգամից այդ զանգերը հողոնջաց էլի։ Մի խոսքով պետք է նորից այդ քաղաքական պայքարի մեջ դնենք այդ գաղափարները, ու այդ ենք անում, դրա համար այդ ծրագիրը որ գրել են, հիմա ասենք ամեն անգամ ես ինչ որ մի դիրքորոշում որ բռնում եմ քաղաքականության մեջ կամ ինչ որ մի բանի մասին խոսում եմ, ես միշտ առաջին բան մտածում լավ, այս օրինակ չգիտեմ, այս Իրանի պահով, ասենք ես Իրանում ինչա կատարում։ Իբա մտածում եմ լավ, նժդե հիմա ողջուներ, ինչ կմտածեր, ինչ հարցեր կտար, ինչ դիրքորոշում կբռներ, պատերազմի պահով, այս պարլամենտում այս այդ ախորում, որտեղ էսենց իրար իբր բան միս են ուտում, ինչ դիրքորոշում կունենար այդ դրա շուրջը, ինչ կասե դրա մասին եւ այլն, հասկանում եք, այդ է իմ ընդհանրապես այդ եմ ուզում բան անեմ, որ այդ վերլուծելով Նժդեի գաղափարները, իր գրածները, ինքը ինչ կասեր այս ներկայի վիճակի մասին։ Ինքը կգնար սրբազաններին կպաշտպաներ, այսպես ասած, որոնք բանա իբր ազգային են, թե խրտվիլակին, գերագույն խրտվիլակին կաջ ինչ կաներ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Էսա կարևորը։ Որը մոլորությունից դուրս գա մեր ժողովուրդը, որովհետեւ մոլորության մեջ է, լրիվ պարակտվել է։ Չգիտի որնա ճիշտ է սխալ է, չի կարող տարբերի, թացը չորից չի կարողանում տարբերի։ Մեր նպատակը այդ պարզություն նորից մտցնելն է, հոսանքը ստեղծելն է, այդ քաոսը վերացնելն է։ Հենց դրա հոսանք եմ դրել անունը, էլի, որ այս քաոսը, այս պարակտումը վերացնել։ Այդ ամեն ինչը սկսում է ճշմարտությունը քարոզելուց։ Հայկ, բայց որ դու ասում ես Գարեգին Բեի հետ կապված, ես մի հատ բան կուզեմ թեթև անդրադարձանել, նայ, երբ որ Գարեգին Բեի հերոսման հետ կապված խոսակցությունները գնում են այս իշխանության օրոք ու երբ որ իրենք ուզում են հերացնեն դրա հետ մեկտեղ բերում են ինչ-որ կեղծ դպիրների, որ իրենց աջակցեն, չգիտեմ, ներկարիներ հետ կեղծ իրենց հավաքներին, հավատքի թե մատուցման ծեսերին, դա абսուրդ է։ Դեղից սկսում է абսուրդի թատրոնը, ես այդպես եմ ասում։ Հա, ես ամեն դեպքում, բայց ասում եմ, իրար կարան դեմ լինեն, դա չի նշանակում, որ նույն տերը չունեն։ Այդ է իմ ասածը։ Իրանք նույն տիրոջն են ի վերջո ծառայում։ Ու ի վերջո հենց Գարեգին բաներ, ու ինչ է, եկեղեցու բոլոր սրբազանները կարծում եմ Նիկոլին աջակցեցին 18 թվին, ինչի մասին է խոսքը։ Այսինքն ոչ մեկը չկար է դրանցից ոչ մեկը միա չհելավ, ասի, ես խենք է սատանիստերին պաշտպանում։ Պարզ սատանիստներ են, չէ՞, ասենք Նիկոլեն ԿՊ-նք, ամբողջ սատանապաշտ սրիկաներ են, բայց մեկը չհելավ, ասենք Աստծուն ծառայող Հիսուսին հավատացող մարդ մեկը չեղավ, որ հելնի ասի ժողովուրդ ջանես, մի սրանք սրիկաների մեկն խափեբա դավաճաներ են, ինչու մի աջակ, մեկը տղամարդկություն չցուցաբերեց։ Ումա պետք է տենց հոգևորական։ Հետաքրքրականը այնա, որ այն ժամանակ, երբ որ եղանակները տաք էին, այս սուտի ընդդիմադիրները բոլորը հայրենիք փրկողներ էին։ Բայց հիմա այդ իրանց գովերքած եկեղեցու դեմ, ասենք, այսքան գործողություններ անում Գերագույն Խրտվիլակը, ու իրանք ոչ մի բան, երևի սպասում են էլի եղանակները տաքանա կամ չգիտեմ, նման ինչ որ բանի են սպասում։ Շատ քայլեր, ասենք, հաջորդականությունը շատ པարզ է, հերթականությունը ինչ պիտի անեն էլի, որ եթե չեն ուզում իրականում հեռացնեն։ Ուղղակի չգիտեմ, էսի sense կազմակերպված խաղ է։ Դա հիմա լավագույն ձևը, լավ, հիմա թշնամին լինես, լավագույն ձևը ո՞րն է հայ ազգին պարակտել։ Պետությունը եկեղեցին ամենամեծ կառույցներն են, չէ՞ իրականում։ Վերցնես երկուսը իրար դեմ կռվսնես, դրանից ավելի լավ պարակտելու ձև հակամարտություն ստեղծես իրանց միջև։ Բայց ի վերջո երկուսն էլ քեզ են ենթարկում, քեզ են ծառայում, թե քաղաքական դաշտը, թե եկեղեցին։ Ինչ տարբեր։ Լավագույն ձևն է։ Բաժանիր դիրես, հիմա դրանից ավելի པարզ ասենք պատճառ չեմ տեսնում։ Ու այդը པարզ է ինչ որ Նիկոլա անում է, նախ հիմարություն է, այնքան խնդիր կա երկրում, որ ինչի հետևից է անգել։ Կարծես թե ամեն հարց լուծելը մնացել է այս մեկը, էլի ու վերջ։ Բայց ուզում ասեմ պետք չի
ինչա թե Նիկոլե բանը ինչա Նիկոլի մի բան անում, ուրեմն մյուս կողմը գնանք, որովհետեւ ճիշտ է դա, չէ, դա թակարդ է։ Դու գնում ես այս թակարդի մեջ, մյուս ծուղակի մեջ ես ընկնում։ Ասած սրա պետք է մի հատ լայն պատկեր է դիտարկենք, մի քիչ հետ կանգնենք, ամբողջ puzzle-ը տեսնենք, հասկանանք ինչա կատարվում։ Զգացումների չտրվենք, ավելի ողջամիտ լինենք, այդքան բան։ Փաստերին նայենք, հիմա այս ինչ որ ասում, փաստերով եմ ասում։ Այդ եկեղեցին նորից ասեմ, ուրա զանգերեչը հնչեցին Արցախյանես 2020 թվականի պատերազմի ժամանակ ոչ 23 թվին երբ Արցախը հայաթափվում էր, մի հատ զանգը չհնչեց եկեղեցու, ինչի համար։ Բայց հնչեցին, երբ գնացել էին Աջափայանին բռնան։ Այսինքն Աջափայանը ավելի կարևոր է, քան Արցախը։ Էտա փաստացի էտա եկեղեցու համար ուրեմն Աջափայանը ավելի կարևոր մարդ է, քան Արցախը։ Ավելի կարևոր բան է, քան Արցախը։ Այդ ապացուցեց, որովհետև Սարդարապատից հետո չէր հնչել եկեղեցու զանգերը։ Երկրորդ անգամ հենց այդ Սարդարապատից հետո հնչել էր այդ Աջափայանի ձերբակալության ժամանակ, абսուրդ էլի ուղղակի։ Որովհետև վերին այդ այսպես ասած վերին ուժերը, այդ հյուսիսային ուժերը ավելի ճիշտ այան ասացի, որ զանգերը պետք չի հնչի, խելոք նստեք տեղներդ, այդքան բան։ Ու տես Արցախը մեկուսացին ու դավաճանեցին։ Արցախեն լքեցին, մոռացան։ Հետո Արցախը հայաթափումից հետո ասում են աղոթքի օր, էսի Արցախի աղոթքի օր։ Մենակ թողեն դավաճանեն, թողեն այդքան հայ մեռնի, այդքան հայ իր տներից վտարվի, հետո աղոթքի օր նշանակեն։ Էտա։ Այս ամեն ինչը չեմ մոռանում, ես ուղղակի զարմանում եմ մեր հայրենակիցների կարճ հիշողության վրա, ես ասենք իրական փիղու հիշողություն ունեմ, ես ամեն ինչը հիշում եմ, իրար կապում եմ իրար, դրա համար ինձ համար абսուրդ է դառնում, որ մեկը ասենք ինձ հելում ասում է թե ինչու, ասենք այս սրան, այս սրբազանին կամ նրան չես աջակցում։ Չէ, հիշում եմ Աջափայանը հելում է 18-ին ասում էր Նիկոլին այնց գովասանքի խոսքեր էր արտահայտում Նիկոլի հասցեին, որ գնա գալիս է։ Ինչ ասես ասում էր։ Լավ, այդեմ ասում եմ, մի հոգի չեկա։ Ես չգիտեմ, կարող է եղել, հա, ինչ որ սուսուփուս ասել է կամ ասել է մեդիան չի հրապարակել։ Կուզեմ տեսնել, ինչ որ մի հոգեվորական եղել է 10 թվին, որ տղամարդկություն ցույց տա, բաց այդ հելնի ասի, սրանք դավաճաններ են, սատանիստներ։ Ես այդ ժամանակ ասում եմ, ես նոր է եկել Հայաստան, 2 տարի է Հայաստանում էի։ Ես ոնց է այնտեղ ծնված մեծացած, ես գիտեի, որ Նիկոլենք, այս քփանք, այս սրիկաներ են, իսկ իրանք չգիտեին։ Իրանք ստեղ են ծնվել, մեծացել, ստեղ այսքան մարդ են ճանաչել, ես ելել եմ, եկել եմ ու ես դա պարզ գիտեի։ 2008-ից հələ որ գիտեի։ Տեսնել եմ ինչ ա արել, արդեն պարզ է։ Բայց մեկը ուրեմն չէ, հա, պետք է որ դա ասի։ Այնպես չէ, որ ասենք Նիկոլը բաներ լրիվ անհայտ ինչ որ մեկներ, որ կամ sense ինչ որ խարիզմատիկ մեկներ ու sense չգիտեմ, եկավ sense խափեց, լավ կհասկանայի, բայց մարդը 20 տարի է քաղաքականության մեջ էր համարյա։ Ոնց կարա չիմանայիք էլի։ Մի խոսքով այդ նորից փաստերով հիմա մեկին զելնի ասի խիչս աջակցում ես։ Այս 3-4 հատ փաստը ինձ համար լրիվ հերիք է, որ ցույց տա սրանք երկերեսանի են, միայն իրանց անձնական շահերի մասին են մտածում, թքած ունեն հայրենիքի պետության անկախության վրա։ Այս այդպես մարդը, որ թքած անում անկախության վրա, ասենք հայ ազգային շահերի վրա, այդ մարդը ինձ համար ոչ մի բան է։ Մարդը ինձ համար դավաճան է, ինձ համար սրիկ է, մարդը ես չեմ ուզում ասել իր անունը տամ ու մնաց իրան աջակցեն։ Գնանք մեկ ասենց երկար շարունակեմ։ Նույն սցենարն է կարծում եմ 18 թվականի ոնց որ Սարգսյան Սերժը այնց անակնկալ հրաժարական տվեց, որի միջև հիմա մարդկանց համար այնց կասկածը հարուցում էլի, ինչի հրաժարական տվեց, ինչ էր եղել եւ այլն, որովհետեւ միջև էտել էր դեպքեր էին հաջորդել, որ ինքը հրաժարական չէր տվել։ Այսինքն ինչ որ պահ եղավ, որ իրան վերևից ասեցին, որ պիտի հրաժարական տաս, ինքը տվեց։ Հիմա այս նույնն է, ամբողջ ազգը խառնված այս եկեղեցու հարցերին, բայց էլի անակնկալ մի օր կաթողիկոսը թեկուզ այդքան, չգիտեմ, ընդդիմադիրներ եւ այլն, ասենք մասնակցեն ցույցերին, փորձեն պաշտպան, փորձեն թույլ չտան հրաժարականը եւ նույնը հրաժարականը տալու ու նույն սցենարն է էլի։
Չեմ իմանում, հիմա այդ պահը այտենց սիգիտեմ արդյոք դրանքը հասնի, որ ինչ որ եկեղեցին կարողանա պարտադրի կամ ինչ որ նման մի բան հավանական չեմ համարում, բայց չգիտեմ։ Այդ կարող է սխալ եմ։ Այդ 2018 թվին դե ինձ թվում է Ռուսաստանը շատ էր ճնշում Սերժին, որ պետք է տաս Սերժը ուզում էր մի բան sense բանակցերի, որ ինքը լրիվ sense դավաճան դուրս չգա, էլի գոնե ինչ որ կարգավիճակ իբր ստանա Հայաստանը, որը ծոելի ծուղակ է։ Եթե 5 շրջանները տար, դա ծուղակ է։ 5 առանց այդ 5 շրջաների Արցախը կկորցես։ Ինչպես տեսան 23 թվում, արդեն այդ լավ 7 շրջան էին կորցրել, չէ, 7-9 շրջան էլ հադրուտն էլ բանը կորցրեցին, Արցախը ընդհանրապես կորցրին։ Այնպես որ ամեն դեպքում ինքը ինչ որ երևի փորձում էր մի բան անել, մի քիչ երևի համեմատաբար արժանապատվություն ունեն Նիկոլին համեմատ, բայց տեսա որ ինքը չի կարող ճնշումներին երևի դիմանա, նա որոշեցին մեկ արդեն ատելությունը հասել է գագաթնակետին, ես այդ ժամանակ շատ լավ հիշում եմ, Սերժի հանդեպ մեծ ատելություն կար, այդտենց ատելություն չի տեսել որևէ ինչ որ երկրի ղեկավարի նկատմամբ, դա վաղ թե ուշ ասենք պայթելու էր ու հասավ Երևան կետին, հենց այդ 18 թվին, այդ ժամանակ, հա, եթե չգիտեմ, մի հատ պոլիփեդ դնեին, իրան կընտրեին, ասենք, վարչապետ կամ նախագահ։ Ուղղակի պետք էր, հա, մեկը գար, լրիվ անսկզբունքային, սոցիոփաթ, փաթոլոգիկ սուտասան, մի հատ գիժ բերեին դնեին, թեպետ գիժա, բայց ապուշ չի, որ ինքը այտենց Արցախը դավաճանությամբ հանձնի ամբողջությամբ։ Կարող է հա, էլի կարող է նույնիսկ այդ Սերժի տարբերակը էլի Ալիևին լրիվ ձեռնտու չէ, ինքը ամբողջն էր ուզում, դա ամեն Նիկոլի բանով ավելի լավ եղավ։ Ինչև է, դες տարբեր բաներ կար, բայց կարևորը այդ նորից ասում, ես պետք է երբեք չմոռանանք, այսի արդարացում չէ, այսի չենք պաշտպանում նախկիներին, որևէ մեկին, որովհետև նրանց վարած այդ հակահայկական այդ զիջումների քաղաքականությունը, այդ պարտվողական քաղաքականությունը մեզ հասցրեց այսօրի։ Այդ պետք է լավ մենք հասկանանք, որ նրանց բռնած դիրքորոշումը, նրանց բռնած դիրքը, նրանց վարած քաղաքականությունը լրիվ հակահայկական է եղել, լրիվ պարտվողական է եղել։ Լևոնից սկսած հերթով աստիճանաբար մեզ տանան պարտության։ Լևոնը չճանաչեց հաղթանակը 94 թվին, Քոչարյանը շարունակեց ստատուս քվոն, Սերժ Սարգսյանը տարավ փոխզիջումների, այսը բերեց վերջին հարվածը։ Այսինքն 26 տարում չկարողացան, այսը անընդհատ պետք է ասեմ, չկարողացան հաղթանակած պետության ժառանգելով Արցախը միավորեն Հայաստանին 26 տարում ու հելում են ազգային ինչ արժեքներից են խոսում, հայրենասիրությունից են խոսում, իբր թե գան, հիմա իրանք նորից գան, երկիրը կփրկեն։ Էդա չէ, դա կեղծ ընդդիմությունը։ Ուզում են նորից գան, երկիրը փրկեն։ Այսինքն չկարողացեք այն ժամանակ Արցախի հարցը լուծեք, Արցախը լրիվ ազատագրված էր, մեր զինված ուժերը լրիվ վերահսկում էին, չկարողացեք Արցախյան հարցը լուծեք, հիմա ուզում եք ինչ-որ գաք, ինչ-որ մի բան անեք, Արցախից եք խոսում, Արցախի դրոշները դրել եք դες սեղանին, որ իբր թե այդքան սիրում եք Արցախը, հա։ Էս են։ Այս մեր օրյա նեոբոլշևիկները, այսպես կեղծավոր սրիկաներ են, բոլորը նեոբոլշևիկ են, ազգային մորթիով, ժամանակվա բոլշևիկները ավելի անկեղծ էին, այն ժամանակ բացահայտ ապազգային էին, բացահայտ հակահայկական գաղափարներ էին քարոզում, իսկ հիմա հակառակը, հիմա ասենց իրենց ներկայացնում են ազգային, մեջդեական, ազգային, հայրենասեր, բլա բլա բլա, բայց դրա այդ ամենի տակ լրիվ այդ նույն կոմունիստներն են, բոլշևիկների ժառանգները, այդպես, ես այդպես եմ տեսնում, այդ ինձ համար այս տրամաբանական, այսքան վերլուծելով, այսքան մտածելով 10 տարի ապրելով Հայաստանում, արդեն հասկացել եմ, որ էս է մեր վիճակը։ Բայց այս լավա, որ հակազդեցություն առաջացնում։ Հիմա այս ամեն ինչ որ կատարվում է, այդ ազգայնականության ալիքն է առաջացնելու հակազդեցությունը, այդ հոսանքը, որ հենց մենք ենք։ Այնպես որ շատ կարևոր է մեր գործը, մեր բռնած ուղին պետք է շարունակենք, որովհետև մեր
պետականության ճակատագիրը մեզնից է կախված, մեր նմաններից է կախված, հայ ազգայնականությունից է կախված։ Դե մենք չանենք, ոչ մեկ չի անելու։ Սա հարցեր կան, տեսա մեկը թե չէ։ Դա մեկը ուզում է ինչ-որ հարց։ Այո, լսում եմ։ Բարև ձեզ։ Ես կուզեի իմանալ ձեր վերաբերմունքը սոցիալիզմին։ Մի հատ խնդրեմ կներկայանաս եղբայր, որտեղ որ երկրում ես, եթե խնդիր չի։ Իմ անունը Միխայել է։ Միխայել, հա։ Հայաստանից ես։ Այո։ Հա։ Սոցիալիզմը իրականում դրական նշանակություն է ունեցել սկզբում։ Սոցիալիզմը ոնց որ արդարությունն է, էլի, արդարության հաստատումն է հասարակության մեջ։ Ուղղակի ցավոք սրտի Մարքսը ջհուդը նա պղծեց այդ գաղափարը, նա ստեղծեց կոմունիզմը, որը մարքսիստ սոցիալիզմ է։ Ջհուդները հաճախ են դա անում։ Ես դրա մասին էլի բազմիցս խոսել եմ, որ ջհուդները վերցնում են գաղափարներ ու պղծում են, թունավորում են, նոր են մատուցում հասարակությանը, որովհետև նրանք չեն կարող նոր մի բան ստեղծել։ Դա իրական սոցիալիզմը ցավոք սրտի պղծել է միակ իրական սոցիալիզմը, այն էր, որ Գերմանիան ուներ 30-ականների։ Միակ իրական սոցիալիզմը դա է 30-ականների Գերմանիան։ Իսկ ինչ որ կա թե սովետական Ռուսաստանը, թե չգիտեմ Կուբային, թե այսօրվա Հյուսիսային Կորեան, Չինաստանը իսկի մաքուր կոմունիստ սոցիալիստական չի, չէ, կապիտալիզմի հետ խարդած Հյուսիսային Կորեա, դրանք բան չեն, մարքսիստ սոցիալիզմ է, կոմունիստ է։ Դրա համար ես բացասական եմ վերաբերվում։ Միակ իսկական սոցիալիզմը ազգային սոցիալիզմն է, դրանից բացի, դրանից զատ կեղծ գործանարար սոցիալիզմն է, էլի։ Ես այդպես եմ տեսնում։ Միակ սոցիալիզմը, որը աշխատել է, որ իսկապես այդ բոլոր խոստումները կատարել է բանվորների, գյուղացիների նկատմամբ եւ այլն, որ իսկապես արդարությունը հաստատել, էլի նորից ասեմ, այդ 30-ականների Գերմանիան է։ Դրանից մյուսները դեռ ձախողվել են։ Դեռ բացի սով առաջացնելուց, բացի աղքատությունից ուրիշ բան չեն տվել իրենց ասենք քաղաքացիներից, էլի։ Իրենց քաղաքացիների։ Այսինքն մնացած բոլոր տեսակի սոցիալիզմներին բացասական եք վերաբերվում։ Դե մնացած բոլորը որը նկա, ես ուղղակի գիտեմ նրանք այդ մարքսիստ սոցիալիզմն է, կոմունիզմը, մեկը նացիոնալ սոցիալիզմ, ուրիշ ինչ սոցիալիզմ կա։ Դեմոկրատիկ սոցիալիզմ օրինակ, այդ էլ է, այդ սաբար հիբրիդ բաներ են լրիվ։ Ես ոչ մեկը չեմ ընդունում։ Այսինքն պլանային էկոնոմիկային վատ եք վերաբերվում։ Որին։ Պլանային էկոնոմիկային վատ եք վերաբերվում։ Չէ, նայ, դե մեր ասենք դեսը նշել եմ այդ ծրագրի մեջ, որ մեր պատկերացրած տնտեսական համակարգը ոչ լրիվ ազատ շուկա չի, ոչ էլ լրիվ պլանավորված է։ Երկուսի ոնց որ հիբրիդն է, այսինքն մեկը կկարողանա մասնավոր սեփականությունը չի արգելվի, մարդը կկարողանա իր սեփական բիզնես ընկերությունը ունենա, բայց պետք է ուղղորդվի ազգային պետության կողմից, պետք է պետությունը ուղղորդի ճիշտ ուղղությամբ, որ այդ կապիտալիստը այդ մարդը ընկերությունը հիմնադրում է, չուզի ինչ ուզի, չգիտեմ, պորնոգրաֆիա ինչ որ մի բան ստեղծի կամ մի բան, որը վնասում է, ասենք, ազգին կամ օգուտ չի բերում, արժեք չի տալիս հասարակությանը, հասկանում եք, այդպիսի բաները պետք է վերացվեն, միայն այնպիսի բիզնեսներ, այնպիսի բաներ, որոնք ազգին զարգացնում են, ազգին օգուտ են տալիս եւ այլն, ասենք, այդպիսի բաները թույլատրվի, էլի։ Թե չէ, այդպես թողես ամբողջ ասենք շուկան կընկնի հսկա կապիտալիստ օլիգարխների ձեռքը, չարաշահեն, էլի, թե բանվորներին, թե ասենք մարկանց ոնց ուզեն, ինչքան ուզեն գները կբարձրացնեն եւ գիտեն կապիտալիզմի տարբեր պատճառ խնդիրները, բայց մի խոսքով ցեղակրոն ասենք տնտեսական համակարգը կամ ազգային սոցիալիստական օրինակ, դա ուղղորդված բանն է, կապիտալիզմն է, կարելի է ճակերտների մեջ կապիտալ, ուղղորդված կապիտալիզմն է, որը սիրում եմ ես անվանել արտադրողական ձեռնարկություն, այդպես է մեր տնտեսական, ասենք,
մոդել է, էլի, որ ապագայում կուզենք Հայաստան ասենք ունենա, արտադրողական ձեռնարկություն ակոչում, այդ առաջինը ես չեմ դա ասել, բնատեր կար մեկը ասում էր, ամերիկացի Ջորջ Լինքոն Ռոքվել ինքն էր դա ասել, բայց ես այդպես եմ, երկուսի մի խոսքով հիբրիդ է, որ լրիվ ազատ չլինի շուկան, լրիվ ազատ չլինի, բայց մասնավոր սեփականությունը չարգելվի։ Այդպես մենք կարողանանք ասենք այդ ծայրահեղությունները վերացնել, երբեք չպետք է լինեն հսկա միլիարդատերներ, ոչ թե չպետք է լինեն չափազանց ասենք շատ աղքատներ էլի։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր մի քիչ ավելի հարուստ կլինեն մի քիչ որ ավելի ասենք նեղ վիճակում լինեն, բայց ծայրահեղ աղքատություն ու ծայրահեղ ասենք օլիգարխիա կամ հարստություն դրանք են վտանգավորը։ Այդ ծայրահեղականությունները պետք է վերացվի, էլի։ Ու ես գտնում եմ դա հնարավոր կլինի միայն այդպես ուղղորդված համակարգով։ Հասկանալի է, շնորհակալություն պատասխանի համար։ Հա, խնդրեմ։ Ուրիշ հարց ուներ, թաթ ինչ որ ասում եմ մի հատ հարց ուներ։ Ասես մեմորվարկա։ Այ Արտուր, մեկ հարցուներ է։ Այս մեր ընկերն է Ամերիկայում, ուղղակի հայերեն չգիտի։ Արտուր, can you hear me? Yeah, I can hear you. Hello. Yeah, we're gonna do the English one next week. Okay? Oh, okay. Yeah, so don't worry. Ասում եմ, որ մյուս շաբաթ կանենք անգլերենը, ուզում անգլերեն էլ ասեմ, էլի։ Ամեն առիթ է, մի քիչ անգլերենը խոսամ, սենց ուզի եթեր։ Մի քիչ անգլերենը սա նորից բացվի։ Բաղուցա սենց բան չեմ խոսել անգլերենով։ Այդքան բան, իսկ թվում է ինչ-որ պետք էր ասացի, կուզեի ավելի շատ Իրանի մասին խոսել, չնայած էլի կարող ենք մի քիչ Իրանի մասին խոսել, հետո մյուս անգամ էլ կարող ենք։ Մինչև հարցերին անդրադառնան ուզում ասեի մի փոքր խոսես, որովհետև Բեկորը չնայած նկարել ես, ստացված էր շատ, բայց կուզեի մատ անդրադառնալ էլի նաև այս Իրանի դեպքերին էլի։ Հա, դա ինչ պետք է անդրադառնալ, ասենք դե ես նկատել էի վաղուց, որ այս իսլամական հանրապետությունը չի կարա երկար շարունակվի Իրանում, որովհետև ինչ իրանցի հետ ես որ խոսում էի, Իրանից դուրս բացասական էին վերաբերվում, չէին սիրում, էլի։ Ու դա տեսնում եմ, որ համապատասխան չի ոնց որ իրանց արիական մշակույթին, իրանց արիական ազգին սազական չի այդ համակարգը, այդ իրենց մուսուլմանական այդ կարգերը, կրոնապետությունը, ու դա ինձ թվում է շատ է վնասել Իրանի մշակույթին, որովհետև շատ են խառնվել ինձ թվում է արաբների հետ, մյուսների հետ, իհարկե կան լիքը մաքուր, ասենք իրանցիներ, բաներ, խոսել եմ իրանցի ազգայնականների հետ, ովքեր այնտեղ են ապրում, երիտասարդներ են, մեզ հետևում են, մեզ աջակցում են, իրանց հետ խոսել եմ, իրանք էլ են դեմ, բայց բարձր չեն կարող բացահայտ արտահայտվել։ Ես էլ հիմա չեմ ուզում բացահայտ sense արտահայտվեմ իրանց դեմ, ուղղակի ես համակրանք չունեմ, այսպես ասած, այդ իսլամական հանրապետության դեմ, բայց իրանք թող որոշեն, որն է ճիշտ իրենց երկրի համար։ Ես ուղղակի կուզեմ, որ բարձա այնտեղ էլ ազգային իրանական ազգայնականները բան իշխանության ուղղակի չկա տենց ինչ որ մի շարժում, որ նման բան կարողանա սպայն անի, որովհետև նման պետության մեջ արգելվում էր էլի նման գործողությունները բան։ Դրա համար մենք գոնե դրա համար եմ ասում, մենք այս առիթը գոնե ունենք, ինչքան մենք բողոքենք այս վիճակից, մենք գոնե կարողանում ենք այս ազատ sense խոսենք ազատ sense համախմբենք ու մարդիկ չեն այդ հնարավորությունից օգտվում էլի, որպեսզի վաղը չեմ այսօր Աստված չանի, տենց է, բայց ցավոք սրտի լինելու է, որ Հայաստանը հայտնվի տենց նույն ճգնաժամի մեջ, եթե ոչ ավելի վատ, մեր նման մարդիկ ազգայնականները, հայ ազգայնականները կարողանան պետությունը իրենց ձեռքը վերցնեն, ոչ թե դավաճանները, էլի, կամ ինչ որ հիմա ոնց որ Իրանում ուզում են անեն, միած սիոնիստների խամմաճիկին բերեն, այդ շահի տղուն բերեն, տեղադրեն, աթոռի նստեցնեն։ Էտա, վատը նա որ վատից էլի գնում է կարող գնա ավելի վատ, էլի քաոսի կարա վերածվի, ոնց որ Սիրիայում չգիտեմ, ինչ կարա լինի, բայց կարող պատրաստ սկսի արդեն Իրանի, Իսրայելի միջև
ուղղակի այս ամեն ինչը Ամերիկան դա անում է իր մկաններն այլի ցույց տալիս հիմա Գրինլանդիայի պահով կպած Գրինլանդիան նա ուզում ուշադիր նայեք ցանկացած ասենք մեռնող կայսրություն մեռնելուց առաջ վերջին շունչն է քաշում Ռուսաստան ասենք Ուկրաինայում հիմա ասել ուզում է Գրինլանդիա Կանադան է ուզում ոնց որ անգլերեն ասած desperate attempt էլի այսինքն դա ոնց որ մահացու վիճակա ուզում ասենց վերջին շունչը քաշի մի բան ասենց անի հետո ասենց մի անգամից անկում դա տեսանք Օսմանյան կայսրության ժամանակ, դա տեսանք սովետի փլուզումը, նույնիսկ ճապոնական կայսրությունը, բոլորը միշտ փորձում են ձգտեն, հետո մի անգամից sense քանվում են, էլի։ Ու այդ նույն բանը կլինի։ Թե Իրանում ամեն դեպքում այդ շահի որդու կողմնակիցները հաղթեն ու վերադառնան այդ Հայաստանի վրա ոնց կանդրադառնաս քեզ։ Լավ թե կանոնի համար։ Դժվար է էլի ասել, սպայն դե sense tenets կանաչ լույսը առանց Կրեմլի կանաչ Ադրբեջանը չի կարա Հայաստանի վրա հարձակվի։ Դա Կրեմլից է գալու այդ կանաչ լույսը։ Ինչը լինի Իրանում, ես այդպես եմ կարծում, իմ կարծիքով այդպես է։ Հիմա նորից ասեմ, ես ինչ որ բան չեմ էլի, այս մասնագետը չեմ, այսպես նուրբ այդպես հարցերի, ուղղակի ես գիտեմ այն, որ հաստատ տիրույթն է, ցավոք սրտի, այս Հայաստանի Հանրապետությունը այդ սովետական կիսագաղութային ոնց պետությունն է, ռուսական, համար ինքը Ադրբեջանը չի կարողանալու հարձակվի առանց Պուտինից կանաչ լույս տալու։ Այդ կանաչ լույսը գներեք, կանաչ լույսը չի ստանա Պուտինից, եթե Պուտինը իր հարցերը չլուծի Ուկրաինայում։ Որովհետև մի ուրիշ խնդրի արժեվ է այնտեղ կանգնել։ Խոսքով իրար տենց կապված են, էլի, մենակ Իրանի հետ կապված չի։ Բայց ամեն դեպքում ես այդպես մի բան լինելու է, որ արդեն Ռուսաստանը կարող է էլի ոնց որ սովետի ժամանակ եղավ կործանվում էր, չէ, ինքը սկսեց Արցախի վրա հարձակվել այդ օղակ օպերացիան, բան Թաթուլը Կրպյանը գնաց որ պաշտպանի բան, այդ ոնց որ էլի վերջին sense ջիգներ այդ սովետական կայսրության։ Հիմա կարող նույն բանը լինի, ռուսական կայսրությունը էլի կործանման եզրին լինի, ֆեդերացիան էլի ինչ որ նման զոնա վերջին ինչ չգիտեմ։ Իվը վերջին անգամ մի բան անի, sense Ադրբեջանին կանաչ լույս տա, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվեն, Սյունիքի վրա եւ այլն, բայց այդ ժամանակ հուսանք Ռուսաստանը այնքան խառը վիճակում լինի, որ մենք այստեղ կկարողանան ազգային ուժերը շունչ քաշեն, իշխանության գան ու ազգին ճիշտ առաջնորդեն, կարգ ու կանոն հաստատեն, ճիշտ առաջնորդեն, որպեսզի մենք դիմակայենք արտաքին թշնամիների։ Այդ առանց դրա մենք կորած ենք։ Առանց ազգային, ասենք, իշխանության ազգային առաջնորդության մենք այդ գալիք ճգնաժամը, այդ գալիք մարտահրավերը մենք չենք կարողանալու հաղթել միանշանակ, մենք կործանվելու ենք։ Միակ փրկությունը դա է, ով ինչ ուզում է ասի, ով ինչքան ուզում է բանավեճի, եսիմ ինչ ասի, էդ է։ Ինչը չլինի այդ միասնությունը մեկ շարժման, մեկ առաջնորդի, մեկ պայքարի շուրջ, մենք չենք կարողանալու դա դիմակայել։ Մեկ միակ շանսը էդ է։ Այս եթե հարցեր չկան, այսպես կարող ենք ժամանակը քիչ է, այս 6 րոպե մնում։ Դե ոչինչ, հիմա դա պարտադիր չի բանանենք հիմա ճիշտ ժամանակ։ Ոնց հարցը փորձեմ ձևակերպեմ սենց էլի, ինչ առաջնահերթություն ունի շարժման ներկայիս քաղաքական իրավիճակում, այսինքն շարժման համար ինչն է այսպես առաջնահերթություն հենց այս իրավիճակում էլի։ Այս 26 թվին նկատի ունես։ Չէ, նկատի ունեմ ներկայիս քաղաքական իրավիճակում մեր առաջնահերթությունները որն է։ Հենց այս բանը։ Դե ասել եմ դեսպայն դե մենք մեր ներքին կազմակերպչական հարցն ենք փորձում լուծենք, փորձում ենք ավելի շատ երիտասարդների ներգրավենք։ Ցավոք սրտի հայտ մարդկային ռեսուրսի խնդիրը կա։ Սատարական դա բանակում ծառայում են մեր հետ էին, հենց բանակում ծառայում են դուրս են գալիս, իրենց անձնական խնդիրներով են լինում, չեն կարողանում նորից մասնակցել շատերներ ովքեր ուզում են մասնակցել, չեն հասնում, օրը 12 ժամ աշխատում են, բազմաթիվ տես խնդիրներ կան, բայց ամեն դեպքում մենք մեր կորիզը անդամների քանակը պետք է շատացնենք։ Շատանում են համակիրների, пассив հետևորդների
քանակները, դա լա հույս տալիս, որովհետև ճգնաժամային ժամանակ այդ մարդիկ հետևորդները համակիր կդառնան, համակիրները աջակցողները անդամ եւ այլն։ Բայց այս տարի շատ կարևոր պրոյեկտ ունենք, ուզում ենք փաստավավերագրական ֆիլմը պատրաստենք։ Դա երևի այն անգամ չասացի կամ չեմ ասել ընդհանրապես։ Ուզում եմ իմ Հայաստան գալու 10-ամյակին ֆիլմ պատրաստենք վերջին 10 տարվա պատմության մասին Հայաստանի հետ կապված։ Ինչա կատարվել, ինչու է կատարվել, այդ ամենը մեկնաբանվի հայ, ասենք, ազգանականի տեսանկյունից, հայրենադարձ ազգանականի տեսանկյունից, նաև հայրենադարձության, հայրենասիրության ֆիլմ է լինելու, քարոզչության ֆիլմ է լինելու, որպեսզի մարդիկ իմանան, մեր մասին իմանան, մեր շարժման մասին իմանան, որովհետև այս մեր նեոբոլշևիկյան ազգադավ մեդիան մեզ բարձա, ես նորից ասեմ, ես չեմ մեղադրում, ես չեմ բողոքում, բարձա այդ մեզ չեն լուսաբանելու, չպետք է լուսաբանեն, որովհետև ինչ են ասելու, եթե ինչ են ասել, բարձա պետք է վատ բան ասեն։ Բայց դա լավ կլիներ, գոնե կուզե, եթե մի բան ասեն, թող ձեր առնեն, թող ասեն, ասենց գեժեր կան, ասենց մարգինալ խումբ կա, դա արդար կլիներ, ես դեմ չի լինի։ Դա վատենա, որ ընդհանրապես բան չեն ասում։ Եթե իրենց արդար լրատվական են համարում, պետք է ամեն ինչի մասին մեկնաբանեն, պետք է մեկնաբանեն, որ Հայաստանում նաև կան այսպիսի մարդիկ, այսպիսի գժեր, այսպես ասած, այսպիսի խնդեր, ովքեր այսպես են մտածում, ովքեր թքած ունեն այս նախկին ներկա կներեք Զիբիլանոս բառ ասել է, աղբանոցի վրա թքած ունեն, ոչ մի կապ չեն ուզում ունենան, ոչ մեկի հետ, ոչ մի այս նախկին ներկա ղեկավարների հետ կամ նրանց խմաճիկների հետ, օրինակ եմ ասում, թող ասեն, որ ասենց մարդիկ էլ կան, հետո թող ծաղրեն, թող վատ բան ասեն, բայց թող ասեն, ուրիշ, ես չէ լավ ուրիշին, եթե կա ուրիշը թող ասեն, բայց չէ, մենակ կպած, մենակ իրանց Սրբազան, Նիկոլ, Սրբազանները, Նիկոլ կամ հետո Քոչարյան, Նիկոլ կամ հետո Սերժը կամ Նիկոլ, ուրիշ հերոս չեք ճանաչում, ուրիշ բան չկա խոսալու։ Ներքին բանը ուշադրի նայեք, մենակ դրա մասին է խոսում, մենակ այդ իրանց ներքին, այդ սահմանափակ շրջանագիծն է ոնց է։ Նոր հերոսներն էլ այդ մեր ձևովներն են, էլի արդեն դրանք են։ Դա նույն բանը, Քոչարյանի մյուս ասել թևը, ասենք։ Աբսուրդ է, էլի ուղղակի։ Էդ է իրական առաջ ավելի արդար էր։ Նույնիսկ առաջ 100 տարի առաջ ցախական թերթերը, օրինակ Վայմար Գերմանիայում բանում, ավելի արդար էին։ Ասում եմ, այն ժամանակվա կոմունիստները ավելի գաղափարական էին, ավելի արդար էին, քան այսօր լրիվ փողին մեռած, լրիվ ծախված, ասենք, լրիվ խափեբա, այն ժամանակ ավելի անկեղծ էին, ու այն ժամանակ ցախական թերթերը երբ ուզում էին ծաղրեին, այդպես մարգինալ, ասենք, ազգային ականներին բաների, անում էին, թերթերում գրում էին, բայց լավ էր։ Ամեն դեպքում սև PR-ն էլ է PR։ Դա իրանք դա ինձ թվում է դասից սովորել են։ Դրա համար գտնում են, որ ամենալավ բանը լռությամբ մատնելն է, լռությամբ սպանելն է։ Ուղղակի զարմանում եմ, որ հարցազրույցներ եմ տեսնում, որ այսքան սրիկաներին անընդհատ նույն դեմքերին կանչում են։ Օրինակ Հովիկ Աղազարյանը, անընդհատ դրան կանչում են։ Այնու հետո ով է որ անընդհատ դրան կանչեք, էլի։ Ու անընդհատ դրա ուռած գլուխը ցույց տակ։ Հատուկ արվում էլի, որպեսզի ոնց որ մեր հայրենակիցները անընդհատ դրա դեմքը տեսնելով կարծեմ որ էդ է ոնց որ հայ կերպարը, ասենք անընդհատ դրա ռոժը մեր էկրանին ցույց են տալիս օրինակ, ինչի համար։ Իհարկե ցույց են տալիս իրենց խեղկատակ իրավիճակը, էլի թե ինչ է կատարվում իրական քաղաքական դաշտում։ Հա, Ամբողջությամբ խեղկատակների հավաքածու։ կրկես է լրիվ ոնց որ գժանոցից վերցել են լսրել են քաղաքական դաշտ, չէ՞։ Այսպես աբսուրդ բան վիճակ է։ Դա համար ասենք դա ես բարձի ես ինքնակործանումից ես բան չեմ տեսնում, ասենց համակարգը չի կարա երկար շարունակվի։ Այս հիմա 2 տարի ինչ որ կոնֆլիկտ չի, հակամարտություն չի եղել սահմանին, ասի դրանից ոգևորվել է գերագույն խրտվիլակը, կարծում եմ խաղաղությունն է վերջնական հաստատել, հեսա մի գիշերվա մեջ է ջարդվելու այդ պատրանքը իր գլխին, խաղաղության պատրանքը մարդիկ նոր կստափվեն կհասկանան ինչից հետո է։
Այդ ժամանակ արդեն իրանք են տենչալու մեզ նման մարկանց, իրանք են ուզելու արդեն մեզ նմաններին գան միանան, արդեն մենք էլ այդ ժամանակ կարիք չենք ունենալու շատ համոզենք, որ նրանք մեր ծարքերին միանալ։ Ուղղակի պետք է այդ հարթակը ստեղծենք, պատրաստենք, զարգացնենք, որ ժամանակը գա մենք ֆուչապիչը մատնենք, պատրաստ լինենք անել ինչ որ պետք է անել։ Երևի այսօր այսքանը, ուրիշ հարցեր չկան, կարող ենք ավարտել, շնորհակալություն նորից բոլորին։ Եթե ինչ որ հարցեր կան, կարող եք ինձ գրել հոսանք կոնտակտ, չմոռանաք հոսանք Telegram-ն ալիքին բաժանորդագրվել, կայքեջը մտեք, ուսումնասիրեք, ծրագիրը կարդացեք, ամեն ինչ կա կայքեջում, եթե ուզում եք անդամագրվեք, ուզում եք աջակցող դառնաք, աջակցող դարձեք եւ այլն։ Տարածեք այս ուղի եթերը, մեր նյութերը, դա լավոքուտ։ Ամեն դեպքում հուսով եմ լավ տարի լինի բոլորիդ համար եւ մինչ մյուս հանդիպում եւ ամեն դեպքում գեցե Հայաստանը։